Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովը այսօր համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդություններին։ Իշխող թիմի նախկին անդամ Հովիկ Աղազարյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական պատգամավորները։ 65 կողմ են քվեարկել, 2-ը դեմ։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում էլ 67 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ կամ ձեռնպահ չկար։ Անձեռնմխելիությունից զրկվելուց հետո պատգամավորներին մեղադրանք կառաջադրվի։ Ենթադրվում է, որ ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կողմ են քվեարկել, որ Տարոն Մարգարյանը զրկվի անձեռնմխելիությունից։ Գյումրիի տիվընտրություններին մասնակցող ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի Մայր Հայաստան ու Մեր քաղաքը դաշինքի նախընտրական շտաբներում այսօր խուզարկություններ էին։ Առաջինը Մայր Հայաստան նահազանգեց, մոտ 2 ժամ անց տեղեկություն տարածվեց նաև ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առաջնորդած Մեր քաղաքը դաշինքի շտաբներում խուզարկությունների մասին։ Այդ խուզարկություններին զուգահեռ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե վարույթներ են նախաձեռնել ընտրակաշարք տալու, ստանալու եւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ, նաև հեռախոսային գաղտնալսումներ հրապարակեց։ Ըստ հրապարակված ձայնագրությամբ փողը, վառելափայտը, շեբինն ու նույնիսկ տարազն է ընտրակաշարք համարվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մարտուն Գրիգորյանի հայրը Կամո Գրիգորյանը եւ որդին Կարեն Գրիգորյանը տնից բերման են ենթարկվել։ Նշենք, ընդդիմադիր երկու ուժն էլ բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Ընդդիմադիրներին ուժայինների գործողությունները ռեպրեսիաներ են որակում, պնդում այս ամենը հակառակ ազդեցությունն է ունենալու։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե ՔՓ-ն Գյումրիում պարտվելու է։ Այս մասին նա նշել է ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազորույթի ժամանակ, պատասխանելով հարցին, թե շատ ծանր չի լինի Գյումրիում պարտությունը օրվա իշխանության համար։ Ես չեմ կարծում, որ մենք պարտվելու ենք այնտեղ, կարծում եմ հաղթելու ենք, գյումրեցին հաղթելու է, որովհետև ես չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում ովքեր են մի կողմում, ովքեր մյուս, ով է ընդդիմադիր ֆավորիտ թեկնածուն, ով է այն մյուս թեկնածուն, իրենք շատ լավ ամեն ինչ հասկանում են։ Այդ մարդկանց հաշվարկն այն է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ խուժանական գողական բաներից ելնելով չեն գնալու ընտրելու, ես վստահ եմ, որ գյումրեցին իր պատասխան ընտրությունում կտա, ասել է նա։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե բանավիճել։ Այս մասին հայտնել են Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը 3 խղճուկ կապիտուլյացիա ենթարկվելուց նաև բանականության ու բարոյականության հետ անավասար պայքարում, ասել է երրորդ նախագահի գրասենյակը շարունակելով. ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել. հաղթահարել վախերը եւ հրապարակել ընդհուպ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը։ Փաշինյանը նախորդին ազգային ժողովի ամբիոնից կրկին բացել էր նախկին նախագահների հետ բանավեճի թեման, այս անգամ ուղիղ սպառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը։ Լրագրողների հետ ճեպազորույթի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Իհարկե մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին, մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա անհրաժեշտ կլինի վերանայել տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, ասել է Օվերչուկը նշելով. Եմեն եւ ԵԱՏՄ-ն նման օրակարգեր ունեն եւ հետեւաբար երկիրը պետք է ընտրություն կատարի, միաժամանակ երկու աթոռին նստել չի հաջողվի։ Նշենք, ազգային ժողովը նախորդին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն քաղաքական կամքի մասին է։ Հանրային տրանսպորտում չվճարող քաղաքացիները կտուգանվեն։ Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք ավելի վաղ ներկայացրել էին Իդրաֆտ ԵՄ հարթակում։
Նախագծերի համաձայն, որոնք դեռ պետք է ընդունվեն ազգային ժողովի կողմից, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով։ Եթե քաղաքացիները հնարամիտ գտնվեն եւ օրինակ երթևեկեն արտոնություն ունեցող անձի փոխարեն, ապա միևնույն է կրկին կտուգանվեն, բայց արդեն 18,000։ Լույս հիմնադրամը վերլուծել է Հայաստանի Հանրապետության տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Հետազոտության համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունում աճում էր վերարտահանումը, նպաստելով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին։ Արդյունքում փետրվարին ցուցանիշը կազմել է ընդամենը 1,5%, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում տարեկան տնտեսական աճը բավական ցածր կլինի։ Բացի այդ, արտաքին առևտրի ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը կազմել է 59,7%, իսկ ներմուծմանը 45,8%։ Ընդ որում, արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերարտահանման չեզոքացմամբ։ Եթե չդիտարկենք թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը միևնույն է բացասական է՝ -5,5%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրները ավելի խորն են, մի շարք ուղղություններով արտահանումը նվազում է, իսկ մյուսներով աճի տեմպը բավարար չէ, ասվում է հրապարակման մեջ։ Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ։ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 55,500 մարդ։ 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ միայն հունվար եւ փետրվար ամսվա ընթացքում տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 64,000 աշխատանք փնտրող, աշխատանքի եւ զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման եւ այլ հարցերով։ Տարածքային կենտրոնները համագործակցել են 16,100 գործատուի հետ, որոնցից հավաքվել է 1214 չկրկվող թափուր աշխատատեղ։ Դրանցից 166-ը նոր ստեղծված աշխատատեղեր են։ Աշխատանքի է տեղավորվել 1342 աշխատանք փնտրող, 821-ը կին, 281-ը երիտասարդ, 14-ը հաշմանդամություն ունեցող անձ։ 3 մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրեն Ան իր վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ուշիի ոլորանների սկզբնամասում գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վթարի փաստով Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Շամշյան.com-ի տեղեկություններով մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցի Փարիզ հյուրանոցում գողության դեպք է տեղի ունեցել։ Ոստիկաններին Իրանի 43-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 11:00-ից մինչև 17:00 նկատ ժամանակահատվածում Փարիզ հյուրանոցի թիվ 806 սենյակում գտնվող իր ճամփրուկից գաղտնի հափշտակել են գումար, ինչի մեջ ինքը կասկածում է հավաքարարին։ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հավաքարարը հանդիսանում է Երևանի բնակիչ 64-ամյա Փ.Հ., ով նշված հյուրանոցից անձնական ունեցվածքի գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն եւ Նորք մարաշվարչական շրջանների քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները նաև ունեն կասկածներ, որ Իրանի քաղաքացին գույները խտացնում է եւ չի բացառվում, որ նա ստել է ոստիկաններին։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։